Օրերս մեր ձևով ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Աչաջուր ֆուտբոլային ակումբի մարզիչը մի քանի խնդրանքով դիմել էր սպորտային հագուստների, պարագաների, գնդակների եւ այլն աքսեսուարների հետ կապված։ Մեծ սիրով այսօր մենք եկել ենք, երեխեքի նվերները տվեցինք, թիմին նվերները հանձնեցինք, վաղուց էլ ֆուտբոլ չենք խաղացել, երեխեքի հետ հավեսով ֆուտբոլ խաղացինք։ Հյուրընկալել ենք 12 գրուպի մեր ավագ ընկեր, բարերար, բարեգործ Սամվել Կարապետյանի հանձնախմբին, որոնք սեպտեմբերի 10-ին հյուրընկալվել էին մեզ մոտ, խոստացել էին նորոգել մեր մարզադաշտը, ահավասիկ, այսօր նրանք արդեն եկել են զինված նվերներով, այն է համազգեստներ մեր պատանիների, մեր երեխաների, մեր ֆուտբոլիստների համար։ Ֆուտբոլ խաղանեցինք բան, հիմի մազվում ենք ավելի լավ խաղանենք։ Այցի ընթացքում շարժման անդամները հանդիպում ունեցան Աչաջուր ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների եւ ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։ Ապահովեցինք բոլոր անհրաժեշտ պարագաներով, որպեսզի երեխաները, պատանիները կարողանան պատշաճ որակի գոնե պարապմունքներ ունենան, չթողեն, չհիասթափվեն ֆուտբոլիստ լինելուց եւ դառնալուց։ Իրանք շատ մեծ ոգևորությամբ ընդունեցին, իրանց համար սա նորություն էր, ինչ-որ չափով նոր համազգեստ ունեն, նոր գնդակներ ունեն, առաջնից վարկյանից ամեն մեկը իր մասը վերցրեց եւ անցան գործի։ Ես ունեի, բայց ավելի լավն է։ Շատ եմ հավանել, համ էլ դեղին իմ սիրած գույնը։ Փոքրիկ ֆուտբոլասերները եւս հետաքրություն եւ ցանկություն հայտնեցին, մենք մեծ սիրով հրավիրեցինք Արարատ Արմենիայի ակումբի անունից, որպեսզի նրանք գան մեր մարզաբազա, տեսնեն ոնց է ընթանում պարապմունքները արդեն առաջի թիմի մոտ, շփվեն ֆուտբոլիստների հետ, մարզիչների հետ, այսպես ասած փորձի փոխանակում անեն։ Հանդիպման ընթացքում շարժման անդամները Աչաջուր ֆուտբոլային ակումբին փոխանցեցին դեռևս սեպտեմբերին կայացած աշխատանքային այցի ընթացքում շարժման կողմից խոստացված նվերները, ֆուտբոլային հանդիպումների եւ պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ սպորտային պարագաներ եւ կահավորանք, ինչպես նաեւ ակումբի բոլոր տարիքային խմբերի համար անհրաժեշտ մարզահագուստ։